Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմեք լայք, ոնց բաժանորդագրվել այն սև կնոպկեն է, Ժողովուրդ ջան, որ տակը երևում է YouTube-ի սև, դա սեղմում եք արդեն բաժանորդագրված է, որպեսզի թարմ հաղորդումները անընդհատ ձեզ գա։ Դրեք լայք, որպեսզի բարձրանա վերև եւ ակտիվ գրեք կոմենտարիաներ, որոնք ես բոլորը կարդում եմ, տեսնում եմ ով հայյանքով է նրանց հեռացնում եմ, իսկ ով անձնական խիստ վիրավորանքով է նրանց բլոկում եմ, այնպես որ մի չարչարվեք վիրավորանք գրել, բլոկվելու եք այդ ոչ մի հնարավորություն չունենաք։ Եվ կիսվեք ձեր ընկերների բարեկամների հետ, որպեսզի ավելի շատ մարդիկ նայեն իմ հաղորդումը։ Հիշեցնեմ ձեզ, որ կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը եւ երեխաներին պատրաստման նոր կյանքին։ Սկսենք ամենաառաջինը մեր հաղորդումներից, ասեմ ձեզ, որ ինչ եմ ես այսօր ներկայանում հաղորդման այս ֆորմատի վրա, որովհետև պետք է ներկայացնեմ երեխաների տոնը։ Այսօր հունիսի 1-ն է, երեխաների տոնն է։ Սրտանց շնորհավորում եմ բոլոր երեխաներին, թող միշտ լինեն երջանիկ մեր հայ երեխաները, առողջ, անփորձանք ու լինեն ազգի եւ իրենց ծնողների ընտանիքների համար նվիրված։ Ինչ չեն կարողացել, երազել են, չի ստացվել ծնողների մոտ, թող իրականացնեն նրանց երեխաները, մեր հայ ազգը շատ հոյակապ ազգ է, մեր հայ ազգը շատ լավ ազգ է, ամեն ինչը մեր ազգը կատարում է լավ, ընտանիքի կոդեքսը, չնայած որ փորձում են ամեն գնով կոտորել ընտանիքի կոդեքսը, կոտորել հայ ժողովրդի ոգին, կոտորել հայ մարդու բարի կերպարն ու տեսակը։ Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, հարգելի ծնողներ, ձեզ նույնպես որ երեխաներ ունեք, ովքեր չունեն, թող շուտով ունենան, որտեղ երեխան ուրիշ բերկրանք է։ Անցնենք այսօրվա հաղորդմանը եւ ասեմ ձեզ, որ հաղորդմանը սկսենք շնորհավորանքով իբր։ Հայաստանի ժողովրդի երեխաներին շնորհավորել է Նիկոլիկին Աննան եւ մաղթել է լավագույն բառեր եւ ասել է երեխեք ջան, շնորհավորել է։ Մի նեղվեք, մի խառնվեք մեծերի հայոյանքներին, մենք սովորենք դրան, կդիմանանք եւ պիտի գնանք մինչեւ վերջ, մինչեւ այդ հարցերը բարձրաձայնենք։ Ուրեմն հարգելիներս, ինչ է նշանակում երեխան շնորհավորում ես ու ծնողներին ասում ես գնալու ենք մինչեւ վերջ, այսինքն հայոյանքները շարունակելու եք, ու ասում մենք սովորենք դրան, դուք ուշադրություն մի դարձրեք, հետևեք։ Երեխան այս երկրի մասնիկն է, ինքն ինչ տեսնում է երկրի առաջին դեմքերի դեմքով, քանի որ դու իսկի առաջին դեմքի չես, ոչ առաջին տիկին, դու ներկայացնում ես, որ հայոյանքը նորմալ է, սովորենք, այդ մեզ համար արդեն հաճելի է, նորից մենք հաճույք ենք ստանում։ Կասեր Հայաստանի հավաքականի նախկին լավագույն ֆուտբոլիստներից մեկը գյումրեցի Յուրամ Օվսիսյանը հաճելի է, այդ տոնով հաճելի տոնով գրել եք։ Աննա, հիմի դու շնորհավորում ես, թե մարդկանց նոր մարտահրավեր ես նետում։ Հարգելիներս, ասել եմ ու կրկնում եմ, սա Կրեմլի կողմից կազմակերպված հայ ազգի հոգեբանական վիճակի եւ ինչպես ջութ բոլշևիկյան, որը նույնն է Հռոմի Պապ եւ այլն, գործողությունն է, շոուի է, որը շարունակվում է դեռ։ Շարունակվում է, բայց մարելու է։ Ինչի, որտեղ թե Գարեգին բնասրա մեջ ներառված, թե Նիկոլը։ Հետ հիշեցում, երկուսն էլ իրենց նստած, մի քանի հոգեվորական իրենց էջերով, մի երկու բառ գրում, կանգնում են, ես ասել եմ, եթե այդքան լավն եք, դուրս գայք, շքերթի, տեսնիկ ինչքան ժողովուրդ է ձեզ միանալու։ Բայց քանի որ դուք դուրս չեք գալիս, ձեր Գարեգին բն դուրս չի գալիս, եկել է Շվեյցարիա մի շաբաթից ավելա մնացել է, Հայաստանը կործանում ինքը իբր Արցախի հարցալուծում Շվեյցարիայի հայ հոգեվորականի հետ, իբր, որտեղ Շվեյցարիայի հայ հոգեվորականի հետ Արցախը հանձնելուց տարի ու կես հետո մինչև այդ պետք է արվեր, հարց չեն լուծում, պարզ է, եւ ինչի չես կոչանում դուրս կան դերասանություններ, պայմանավորված Պուտինի հետ, այսօր էլ ոչ ու բարով Նիկոլի ծնունդն է, որը բոլոր ազգով ասում են ավելի լավ էր մեռներ, ես ավելի բետար եմ ասում, մերը սալֆետկա ունենար թաց Նիկոլով չհղիանար 1000 թուրքից եւ դրա համար Նիկոլ չէր ծնվել։ Եվ այսօրվա դրությամբ ամբողջ հայ ազգը, որ դու շնորհավորում ես երեխեք ջան, մոռացեք եւ այլն, ում ես շնորհավորում, պատերի տակ ձեր տան մոտ հրազդանի կիրճում կառավարական
բնակավայրերի դաչաների մոտ հարյուրավոր երեխաներ, մեծեր, մարդիկ, ծնողներ դրել են երեխաների տոնը, մեռած երեխաների տոնը, կորսված տները, խաղալիքները, ամեն ինչը, որ երեխան այսօր տխուր է, որ ինքը ոչինչ չունի Արցախից տեղահանված է, եւ Հայաստանի 5000 երեխաները, Աննա տիկին, դու ծնող ես ու երեխա ես շնորհավորում, քո երեխաները քեզ չեն ենթարկվում։ Դուք ձեր երեխան սարքել եք նարկոման տղուն, որ երևում է իր պահվածքը վիդեոները կա, ոնց են ապարում տեղի տակուսեք տա։ Դու ձեր աղջկան դուք չեք կարողանում տիրություն անել, որը մերկ, լրիվ մերկ առանցնեք ներքնազգ ես վիդեոյա գցում Instagram-ու կիսվել են բոլորը, YouTube-ում կա գրեք Մարիամ Փաշինյան, TikTok, տեսեք ինչը առանց ներքնազգ անստավնոյ ինստինկտի նման, հա, դուք երեխա գիտեք, որ երեխայի ծնող եք, երեխա եք շնորհավորում, դուք կանգնում ասում եք 13000 դասալիկ կա 5000 երեխայի արյուն եք խմել, օրգանները ծախել, սա միայն զինվորների հետ են, որտեղ այո երեխաների ձեր տղուն պրծծրիկ բերիք, ձեր Էդմոնը ասեց, որ Նիկոլի տղուն հետ են բերել, որ հետո կռիվ սկսի, դուք այդ մասին գիտեք, իսկ Էդմոնը ձեր շունն է։ Դուք երեխայի մասին եք մտածում, 17-16 տարեկանում, 18 տարեկանում ձեր վրա երիտասարդ տղաները չեն թքե, մուր հանեցիք այդ դրանց երեխեքից ու հայ ազգից։ Դուք երեխա եք շնորհավորում, 1000-ից ավել երեխա 2000 Արցախում օրգանները վաճառեցիք Ալիևի ու ջհուդների հետ, դուք երեխայից եք խոսում։ Դուք երեխաների տորեք շնորհավորում, կանգնե ասում եք ատում եմ ձեզ ոչինն էլ էսել մեռածների ծնողներին, չեք մոռացա Արցախի կռվից 5 տարի անց է, ել ինձից ինչ եք ուզում։ Դու մարդկանց ցավ, սպանություն, երկրի քանդել եւ ամեն ինչ, լկտիություն, այլասերվածություն, հանձինես քեզ եւ քո ընտանիքի անդամների ես քարոսում, հայոյանքներ, լկտի բառեր +21, դուք երեխաներին բարի մաղթանք եք, կամ չարը ոնց կարա բարի մաղթանք անի։ Հա, դուք արյունարբու մինչև արմունկներդ արյան մեջ խեղտված եք, ոնց եք անում։ Դուք կանգնում եք օրական մի հատ անիմաստ հայտարարություն եք անում, թե Սերժ Սարգսյանին, ես էլ ասեցիք Սերժ Սարգսյանն է գեյ, դե որ Մուրազի հետ քնում է, ուրեմն գեյ է, տղեն որ տղու հետ քնում է, երկուսն էլ դուրս է գալիս արվամոլ։ Բայց Սերժ Սարգսյանին Հայաստանում ոչ մեկ չի ասել ու չի ասի արվամոլ, ոչ թե նրա համար, որ ուզում են ասեն, ոչ թե պաշտպանում, Սերժը նարկոման է, Սերժը ահավոր թմրամոլ հայազգի թշնամի է, բայց ինքը արվամոլ չի, ձեր դասերը մի գցեք իր վրա։ Եվ ասում եք ինձ, ասում եք աշխարհի վերջի փչացած կին։ Էլի հարց եմ տալիս, ես թքած ունեմ Հայաստանի 4 թուրք ղեկավարների վրա թուրքաջու ծառը։ Ինչի ոչ մեկ Քոչարյանի կնոջը նման բան չի ասում։ Վախենում են, էնել հիմա։ Ոչ։ Ինչի ոչ մեկ Լևոնի կնոջը նման բան չի ասում։ Վախենում են, իհարկե ոչ։ Ինչի ոչ մեկ Սերժի կնոջը նման բան չի ասում։ Վախենում են, չէ։ Ինչի են Սերժին ասում նարկոման, Քոչին ասում թուրքական հիվանդության տղա սիրող, Լևոնին ասում քոր ջհուդ, Նիկոլին գիժ ասողը օգնական է եւ նրան դեղ չխմած ալքաշ ասողը օգնական է։ Թուրքի լամուկ ասում, որից դուք հաճույք եք ստանում եւ ձեզ վիրավորում ամենայլասերված բաներով։ Ինչ մարդիկ հենց այնպես ոչ մեկին ոչ մի պիտակ չեն կպցնում։ Եվ ասում եք իմ երեխաներին հայոյում եք, այդ ծնողը ընենց անում, որ երեխային հայոյեն։ Դու ուրիշի երեխաներին սպանում ես, տանում արյան վրա, խրախճանք ես անում, վերցնում ես, դնում ես Էյնշտեյնի խոսքերը, որը նշանակում է արյուն պիտի հոսի։ Քո ամուսինը ապագա կա, ապագա էշություններ խոսում է, որը նշանակում է պարբերաբար թարգմանած նշանակում է ես գնալու եմ պատերազմի արյան մեջ, դու զաչուզած իմ հետ ես, արյունդ հեղվելու է, ես այս մասին բացել եմ։ Դուք խրախճանք եք անում, զոհերը մեռնում են, դու Ամերիկայում տներ ես գնում, կայֆերով հելնում պարում ես, լկտի ձևով ջինսի շորտիկ չես հագնում, եկքակին ես 4 երեխում էր, տրուսիկ ես հագնում, ջինսանման, ոտները թանում Գյումրի գնալուց դնում ես կողքի հայ կնոջ կողքը։ Հետո ասում ես ինձ բան չասեն, դու մինչև վերջ պրարեխով գրգռաճեղքով նստում ես հոգևորի ղեկավարի մոտ, հետո էլ ասում ես ես քեզ բացելու եմ, դու լիքը լկտիություն ես անում, մի գնա գրգռի մի բացի։
Դու ամեն ինչ անում ես, ոչ Գարեգինն ա մի բան, ոչ դու։ Դրա համար ասում եմ, այս շոուն կազմակերպել եք Պուտինի հրամանով ու ջութ թուրքերի։ Դուք երկուստ եք ճիշտ եք, եւ դու ես այլանդակ, եւ դու ես այլանդակ, եւ դու ես այլասերված, եւ դու ես այլասերված։ Եվ Գարեգինն ա թուրքա ջհուդա ռուսամեր, եւ դու ես թուրքա ջհուդա ռուսամեր։ Մի կռվեք, գրաֆիկ գծենք, հավասար կգնաք, որի պլյուս տնենք երկուստ էլ ունենք։ Ու ժողովրդին մի գցեք ձեր կեղտոտ խաղերի մեջ։ Պյուտինը զանգել է, Պյուտինը, որ Պյուտինի համար Ռուսաստան դեռ մեռնող փնթի հայեր կան, Պյուտինը զանգել է Նիկոլին իբր ծննդաշնորհավորել, ոչ թե ծննդաշնորհավորել, ժողովուրդ ջան, ասել է Նիկոլ, այդ այնց էլ շարունակի, ազգը ոչնչացնել։ Դու ճիշտ գծի վրա ես։ Ստոպ։ Այս քանում չի ավարտվում ամեն ինչը։ Ես ակամայից հիշեցի, որ այս գործը կներեք ժողովուրդ ջան։ Բայց սուրճ մի կուման է։ Այս գործը վաղուց վերցված գործ է։ Ինչի։ Որտեվ հիշում եք, որ սրանից 2 ամիս ու կես առաջ մեր հայ գիտնականների հետ, որի մեջում ինտերվյու է անում, մեկը մտավ Մոնթեի նկարով, իբր թե հայ է, Գագիկ ջան, ձեր հետևորդն եմ, պարոն Թադևոսյան, ու սկսեց հարց տալ Էշմիածին ասելով, որ ասի տղա ջան, Էշմիածին չի, Էշմիածին ա, վայ կներեք Էշմիածին ու թռավ։ Որից հետո ես ապացուցեցի այդ մարդկանց 2 խոսք կոպիտ, 2 չէ, 5 րոպե ամեն ինչ կամոտս, ասեցի, որ դուք կագեբեշնիկ եք, ձեր սենց, փաստորեն Էշմիածին ասելու հրամանը դեռ ռուսից վաղուց էին ստացել։ Իսկ Էշմիածնի ղեկավարը, որ այս բային թռած է կազմակերպած, ինչի՞ էդի չասեցին այն ժամանակ, երբ որ Գարեգինը Հայաստանում։ Ու հեսա թռածա մի 5 օր է կմնա Շվեյցարիայում ինչ ես անում 10 օր Գարեգին։ Ինչ ես անում։ Այնպես որ պայմանավորված Պետրոս Գետադարձեր, Դավիթ Դանիելյաններ եւ չասած Աճապարյան, որին ես ի սկզբանե ամենաառաջ օրվանից ատում եմ, չեմ ասում նավասար։ Երեք ինչ ասել, դե թող փորձի մի հատ տղամարդ առանցքանից մի ամիս ապրի։ Իա նավասար, դու բացում ես բոլոր այլասերված հոգեվորականների դեմքը քո կերպարով, հələ դու լավ առանցքանից ես ասում, բա առանց տղա։ Այդ ինչի՞ չես ասում, որ տղվերաստոնին միայն քո հարցերը չեն լուծել։ Բարձր պաշտոն ստանալու համար բոլորի հարցը լուծվում է։ Ինչի՞ չես ասում, որ հայկական եկեղեցին միշտ եղել է կահու կմնա հռնոմի կամակատար երկիր քանդողը։ Ինչի՞ չես ասում, որ հայոց եկեղեցին բոլոր թշնամիները չեն քանդել, որովհետև մեկ պայման է ունեցել հայոց եկեղեցին՝ խոնար պայել ժողովրդին հլու ծառա։ Ոչ թե հայոց Եհովատքը, այլ հայոց եկեղեցականների սիստեմ։ Շատ բան չասեմ։ Այսքանով սահմանափակվեն, որ դուրս չգա թե ես տո Նիկոլին էլ, Սերժին էլ, Լևոնին էլ, Ռոբին էլ, ցեղով, տեղով, ընտանիքով, իրանց թմերով, իրանց լպստողներով, հոգևոր Գարեգին Բեյնել եւ իրան հարող հոգևորականներ, ովքեր իրան միշտ ճիշտ են համարում, դրանց էլ հետ է։ Բան չեմ ասում։ Անցնենք թեման։ Բոլորը ազգի դավաճան եք։ Էդ է ուզում ասել։ Թուրք։ Բոլորը թուրք եք, հայ ազգի դավաճան ու դրսի ստրուկներ, հայ ազգը քանդող։ Ժողովրդյան բան եմ ուզում ցույց տամ։ Ուրեմն այսօր խանութից առել եմ, ռուսական խանութից այս հյութը։ Ուշադիր նայեք, Երևանում է կարող լինի Գերմանիայի ժողովուրդ։ Ուշադիր նայեք Եվրոպայում։ Ուրեմն Սերկևելի հյութ է, Հունգարիա գրած։ Քանի որ ես Հունգարիա գրածով հյութ չեմ առնում, ոչ էլ Ադրբեջան։ Սա ինձ ասեցին ռուսականը արագեր հերթի մոտեր, ասեցին շատ լավ սոկանոր ենք ստացել, վերցրա Սերկևիլ շաքարել չկա բնական է, իրոք շաքար չկա բնական է, սոկը քիչ է համենայն դեպս, հա, բնական է, թթու է, էլի, թթու սոկ է, վերցրեցի նորությունա փորձելու համար, հասա տուն նայում եմ գրածա Հունգարիա։ Ժողովուրդ ջան, Հունգարիա մեքենայում գրածա որակավորումը տվել է հալալ ընկերությունը։ Իա, ոնց թե հալալ ընկերությունը։ Վրացրեցի, սկսեցի մանր կարդալ, գրածա, պատրաստվել է Նաթավան ընկերության Գյոքչայ, Ադրբեջան։ Արդեն խմել էի, նստած սեղանին եմ նայել։ Ես հատուկ բայեցի, որ ձեզ ցույց տամ։ Ուրեմն Ադրբեջանի ապրանքը, կոդով է խփում ենք, շտրիխ կոդով է խփում ենք բերում Ադրբեջան, հա, հեսա, շտրիխ կոդի վրա խփեք, կբերի բոլորը հեռախոսի վրա ունենք։ Ադրբեջան հունգարական ապրանքի տակ, իբր շշալցված,
ներմուծվում է Եվրոպա։ Սա ներմուծելու են նաև Հայաստան առանց Հունգարիայի, քանի որ ասում վազելու են առևտուրանեն ու մասսայական թունավորումներ առաջացնել։ Ես հենց հիմա դիմում եմ Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հունգարիայում Հայկակին Արոշանյան։ Հայկակ Արոշանյան, դու ես լավ ճանաչում ես, հանկարծակի Հունգարիայից թուրքական, որևէ ադրբեջանա-թուրքական ապրանք մտցրեցին Հայաստան, որ դու ասես ես չեմ իմանում, ես ենթակա անձ եմ, դու ծանոթ տղա ես, նա իրարից կնեղանանք, ուրիշ բան չեմ ասում։ Իսկ որ նեղացանք, շատ վատ կնեղանանք։ Ես ուղիղ եթերով եմ ասում, գիտեմ, որ դու ինձ նայում ես։ Հանկարծակի Հայաստան մտավ որևէ sense ադրբեջան-հունգարական փաթեթավորմամբ սնունդ, որը մասսայական թունավորություն առաջացնի։ Իրարից կնեղանանք, իսկ որ նեղանանք, շատ վատ ենք նեղանալու։ Շատ վատ ենք նեղանալու։ Ասեմ, բոլոր թող ուշադրին։ Ինձ համար կապ չունի մանկության մոտիկ են գերա թե չէ։ Եթե ինքը պետք է ինձ գործար, քանի որ հայազգը Վնաստան, հա, հարազատ քուրս աղբերս լինի, ինքը հայազգի թշնամի է։ Ես այտենց եմ ու բոլորը ճանաչում են։ Ես շատ չոր եմ այդ հարցում։ Դրա համար ով փորձում է մտնի իմ մեջ կամ կուսակցության էս ինչ բանը հենց ես սկսում եմ իրան սկաներով նայել, ասում են KGB-ին կընդունվում, KGB չեք ընդունվում։ Հայ ազգային էջ եք ընդունվում, որ տակները դիեսիմից չլինի։ Երեք մեկն էլ էջ էր բացել Ռուսաստանից Սարդարաբադ մարդիկ էր հավաքում։ Բարձվեց, որ այդ մարդը չգիտի ինչ բանա Սարդարաբադը, չգիտի ինչ բանա հայը, ինքը ազգությամբ հայ է, ու չգիտի ինչ բանա հայերը խոսալը մարդկանց հետ։ Շարունակեմ էլ ուրիշ բաներ ասել։ Անցնենք հաջորդ թեմային։ Անցնենք միջազգային թեմային, որը բավական կարևոր է։ Ես հիմա ուզում եմ անդրադառնալ Միջին Ասիայի թեմային, որը ես միշտ վառ եմ պահում սա, որտեղ անհամբեր սպասում եմ Միջին Ասիայի պատերազմի կործանարար, որը նաև կործանարար մեր թշնամիների համար։ Այն թյուրքական երկրները, որ հիմա ձև են տվել հետ կանել թուրք չեն, որոնք միշտ զինված ուժեր էին ուղարկում Արցախ, դա կլինեն կիրգիզները, կլինեն դե թուրքմենները չեն ուղարկել ոչ մի անգամ, բացարձակ թուրքմենները թքած ունեն բոլոր հարցերի վրա, ազնվությամբ։ Նույնիսկ Թուրքմենիան ասել են պատերազմը հայտարարել Ադրբեջանի Թուրքմենիայի քաղաքացի հայերին ինքնաթիռ իջեցնելու պատանդ պայելու մեջ, սա եղել է Սապար Մուրադ Նիազովի ժամանակ։ Այնպես որ սա ուրիշ հարց է։ Ղազախները, որ Կասում Ջոմարտ Տոկաևը ասում էր Ալիևի մախբերն է, Նազարբայևը ասում էր Ալիևի մախբերն է, ուզբեկները, կիրգիզները, վայ թուրքերը մեր ախպեր, հեսա սկսվում է մեր ախպեր, տեսնենք կհասնեն թե չէ, քանի որ դուք թքեցիք ձեր թուրքի վրա, ասելով որ պայմանագրերից դուրս է գալիս, թուրքական կոալիցիա գոյություն չունի, Կիպրոս չի ճանաչում, Եվրոպան ճիշտ է։ Ուրեմն տեսեք ինչ անում, Կասիմ Ջոմարտ Տոկաևը, այսօր բաց հանդես գալով Ռուսաստանի դեմ հայտարարում է, որ ես չեմ ուզում մտնեմ ձեր BRICS, ես թքած ունեմ այդ կազմակերպության վրա, ես միանում եմ եվրոպական խարտիաներին, հեսա սկսելու են ամեն ինչը, որ Եվրոպան հենց այնպես չի միացնում փողոտա, սանկցիաներ եւ այլն, եւ Չինաստանը այդ իմ առևտուրը ավելի մեծ է, 2 միլիարդ էլ ավելացրեց, Ռուսաստանը գնում է երկրորդ, երրորդ տեղ։ Եվրոպան է գալիս երկրորդ տեղ, Եվրոպան է 1.5 միլիարդ ավելացրեց, կլինի երկրորդ տեղ։ Ավելանում է, այսինքն խարտիան, որ ստորագրին ապրանքաշրջանառությունը գնում է, իսկ Չինաստանի նույնպես պետք է, որտեղ իր ուզածը, որ ամբողջ ապրանքը հասնի Եվրոպա, ամենահարուստ երկրների մայրցամաք, որտեղ 750 միլիոն մարդ ավելի լավ են ապրում, քան որևէ ցանկացած մայրցամաքում։ Բարձր։ Հիմա ղազախները ասում են, ձեր ատոմնին է պետք, չէ՞, որտեղ ղազախները ատոմակայանը թեկուս հանել է չինացիք են դնելու եւ ուրանի հանքեր ունեն։ Այս ամբողջից հետո ինչ է սպասվում ղազախներին։ Բնականաբար պատերազմ, չասենք, որ Կասիմ Ջոմարտ Տոկաևը ղազախասեր է, ոչ, նա եկավ իշխանության, որտեղ նա ռուսների ամենահարմար թեկնածուն էր, որ հեսա Ղազախստանը կռիվ գցի, ես ձեզ ասել եմ, ոնց որ Սաակաշվիլին իբր հարձակվեց ռուսների վրա, բայց իրականում Ռուսաստանի շպիոններ այդ մարզերը ճանաչեց, հիմա էլ նույն Կասիմ Ջոմարտ Տոկաևը սարքում է, գրգռում է ռուսները կհարձակվեն հյուսիսային մարզերը, որտեղ ռուս բնակչությունը 60-70% է, հետո կհայտարարվի նույն ձև, թե մենք պայքարում ենք դրա համար, ոնց որ Զելինսկին ու Պարաշենկոն են ռուսական շպիոն,
Պարզ է, ոնց որ Նիկոլնա, Սերժը, Լևոնը, Ռոբը ռուսական շպիոն են, սարքեցին sense բաներ ազգի գլխին։ Էնպես որ տեղ կա, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան կա։ Սա միջինասիան հզոր ճակատամարտի զոնա է, որի մասի ես ներկայացրել եմ, թե չինական տրանս-կասպիան ճանապարհը կամ չինական մետաքսի ճանապարհը, ինչպես նաև հնդկական ադամանտ գործողությունը, որը Չինաստանը պետք է շրջանցի այսպես վերցնի օղակի տակ տնտեսական եւ գոյություն ունի մեկ այլ բան, այս խաղի մեջ եվրոպական ծրագիրը, որին է պատկանում կարևորագույն նավահանգիստները, ներողություն, օդանավակայանները, Ամերիկան Մագասում ունի փայ, իսկ ամբողջ Ալմատայի օդանավակայանը նվեր են տվել Ֆրանսիային, չհաշված մնացած երկրներում ինչ գործեր են նվեր տվել։ Միջենայս, հիմա տեսեք, թուրքերը, այստեղ որ հայտարարեցին թուրքենք 1 միլիարդ փող կտանք, թուրքերը խաղից թռան, քանի որ 1 միլիարդը ոչ մի երկրի համար լուրջ բան չէ, չեմ ասում, որ այդ 1 միլիարդը պետք է տար 5 երկր։ Ղազախստանի համար օրինակ 200 միլիոնը կոպեկ է, կարող է մենակ կիրգիզների համար ինչ-որ թեթև հարց լուծի, մնացած ոչ ուզբեկի համար հարց կլուծի 30-25 միլիոնանոց, ոչ 15 կամ 10 միլիոնանոց Ղազախի, ոչ 2-3 միլիոնանոց Կիրգիզի։ Թուրքմենները թքացուն են ընդհանրապես, թուրքմեններին ավելի ձեռք է տալիս գազը ծախեն ոչ Ռուսաստանի ճանապարհով, այնա Հայաստանի, Իրանի ճանապարհով եւ մյուս ճանապարհներով հասնի Եվրոպա, քանի որ Թուրքմենստանը աշխարհի եզակի երկրներից է, 488,100 քառակուսի կիլոմետր է, որի 80%-ի տակ գազ է։ Անսահմանափակ գազ։ Այսպես, Թուրքմենստանը խաղից էլ է։ Հիմա հարվածի տակ է գնում Ուզբեկստանը։ Այդ ժամանակ որ Ռուսաստանին հայտարարում են Իզգոյ Ղազախները, իմիջիալոց ասում եմ Ջոմարտ Տոկաևին հատուկ բաժանեցին, ամուսնացրեցին 20 թե 18 տարեկան ռուս մոդելի հետ, որ լրիվ ռուսական դառնա, բնականաբար այդ մոդելն է օթիշ ջերեք է, ռուսական KGB անցած այն ջուդների կանանց ինստիտուտի պես, որ ամուսնանում են, որ այդ երկերը քանդեն, այս էլ նույն ռուսական սիստեմն է։ Ռուսական էլի ասելով Կրեմլի ջուդական նույն սիստեմն է։ Հիմա, ուրեմն Ուզբեկստանում կազմակերպվել է եվրոպական երկրների ֆորումը, որը նախատեսել է 12.6 միլիարդ տա Եվրոպան 5 հանրապետությանը, 12.6 միլիարդ, բավական մեծ թիվ է։ Չինաստանը ասում է 2 միլիարդ կավելացնեմ 4.7 միլիարդ է ներկդնեն, հիշեցնեմ, որ Չինաստանի ներդրումները երկրներում անցնում է արդեն 70 միլիարդ է, 5 միլիարդ է դրեց 75 միլիարդ, Ռուսաստանը ներդրումները կոպեկներ է, չկա էլ մնացածն է հանում է կրպի համար։ Եվ արանքը թուրքերը թռան, թուրքերը չեն կարողանում, որտեղ թուրքը ոչ մի բան չունի տալու, բացի մենք թուրք ենք եւ վերջ, եկեք կռվեք Թուրքի համար։ Եվ արանքը մնում է հաջորդ պետություն, ամսի 4-ին 5-ին հունիսի ֆորումը անցկացնում Հնդկաստանը որպես էժան առևտրի եւ ոչ սահմանային երկիր։ Եթե Չինաստանից վախենալու բան ունեն, որ Չինաստանը բացի տնտեսության բնակչությամբ կխժռի Միջին Ասիայի հանրապետությունները, քանի որ չինական մի քաղաքի բնակչության 10%-ն է 20 միլիոնից կա, Միջին Ասիայի ցանկացած հանրապետություն կվերանա, բառացի կվերանա, որտեղ լծվի այդ երկրները կվերանան, այլ չասեմ, որ արդեն լծվել են։ Ղազախստան եկավ, Ղազախստանը չի լինելու։ Թուրքմենստան եկավ, Թուրքմենստանը չի լինելու, Ուզբեկստան, Կիրգիզստան, Ուզբեկստանը ոչինչ էլի, մենակ Ուզբեկստանը կարող մոտավորապես դիմավորի։ Ինչ է, էլ չասեմ, որ Ուզբեկստանում ապրում են մահմեդական չինացիները, այսինքն դունգանները։ Մահմեդական չինացիներն ասում են դունգաններ։ Եվ այս գործողության շնորհիվ դուրս է գալիս պայքար Միջին Ասիայի, Կենտրոնական Ասիայի համար, բայց ինչի։ Էլ եմ կրկնում, որտեղ միակ տեղն է աշխարհում, որտեղ 115 տարի, 112 տարի պատերազմ չի եղել 108 ինչքան է։ Մի վարքյան վերջին եղել է 17 թվին հաշվենք, սովետականացումից 18 թվին, 107-108 տարի, sense տեղ չկա աշխարհում, Եվրոպայում միջև հիմա պատերազմ է։ Մեծ պատերազմ չի եղել։ Եվ հսկայական տարածք, որտեղ բնակչությունը շատ քիչ է, 4 միլիոն քառակուսու վրա, մոտավորապես 40 միլիոն բնակիչ, իրենք գրում են 70, թողնի 70։ Պարզա ու 20% աշխարհի ունեցած ամբողջ օգտակար հանածոները հիմնականում վառել։ Էլի եմ հիշեցնում ձեզ, եթե Միջին Ասիայում կռիվ չլինի, Հայաստանից Սյունիքով Ադրբեջան օդ դուրս գալու Եվրոպայի ճանապարհը կորելու է։
Կռիվ ալնելու նաև Վրաստանում ոնց որ Սիրիայում եղավ մաքրվի, եթե Հայաստանում լավ ղեկավար նստավ, ջավախ գծովով հասնելու է Հայաստան, որպեսզի Թուրքիան որպես խափած 100 տարի խափած արևմուտքին երկիր կմնա դուրս, եթե Հայաստանը ճանապարհով ծովով գնաց Ադրբեջանի նավթն էլ անցնելու սենց, կապ չունի Եվրոպացիան նստում ձրի ատանելու թե չէ, մենք համաձայն ենք 100 տարի ձրի թող տանեն, ամեն ինչը։ Ես լուրջ եմ ասում, դուք չեք հասկանում Հայաստանի վիճակը ինչ է, 100 տարի ձրի պիտի տանեն, պարտադիր պայմանագրով։ Տանեն Ադրբեջանի ճամփով գնացով ծովից ամբողջ Միջին Ասիան թափով քաշեն արևմուտք, որ ռուսին հերթ չմնա։ Մենք միակ տեղն ենք, որտեղ այսօր Եվրոպան ու արևմուտքը նստել են ու դուրս չեն գալիս։ Վրաստանում խայտարակ վիճակ եղավ։ Վրաստանը պետք է քանդեն, Ադրբեջան չեն կարող, որտեղ եւ Թուրքիան եւ Ռուսը նույն խաղն է խաղում։ Չեն կարող։ Այսպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստան-Իրան Հնդկաստան գիծը, որին փորձում են մանր-մունր խանգարել Պակիստան, Ադրբեջան, սրանք ամբողջը կործանվելու են։ Եվ այդ բանը հայտարարությունները, որ բացեցին Բերձորում օդանավակայան, հա? Մի հատ անհամեստ հարց եմ տալու բոլորիդ։ Այսօր ցույցատալի Բաքվի մեջ զիբիլ աղ նկարները կարող գցել, դուք եք կարող բացեք, տեսնեք։ Շենքերը քանդած, զիբիլ, ճահիճ, կեղտ, այդ կեղտի մեջ զուգարանի կեղտը չունեն տունը կանալիզացիա, միջալ Բաքվի կենտրոնն է չունի կանալիզացիա։ Հանում լցնում են այդտեղ կեղտ, ճանճ, ցեխ, խոլերա, ջուր չկա, նավթի հատկոտ, շենքերը քանդված, բացի այդ մի քանի հատ երկնաքերերից։ Հարց, ինչի դա չի սարքում, Բաքվի թաղամասը, սորական ասում եմ, Յասամալիյսկի ռայոն, Յասամալայի շրջան, Նարիմանովսկի շրջան և մնացած տեղերը, Գաբուստան գյուղ, կողքի գյուղեր, ծովապ, ինչի չի սարքում և 5 հատ օդանավակայան սարքե Արցախի բռնագրաված տարածքներում, չէ, 5 հատ օդանավակայան սարքե, ինչի։ Բերձորի օդանավակայանը ինչի է սարքե, այդ ինչքան մարդ է ապրում Արցախում ըստ իրանց։ Ըստ ինձ ապրում է 2800 հոգի, մնացածը զորքեր են եւ KGB-ի աշխատողներ, ոնց որ ադրբեջանցիները տեղյակ են բամ, ասում են անցար կսպանեն քեզ։ Ինչի, որտեվ իրենք գիտեն, որ այդ հող իրանց չի մնալու։ Այդ ձևական բռնում են մի հատ շենք, ասես տարբեր ռակուրսից նկարում են մի հատ գովազդած, գալիս են SES-ն են։ Հարց, քանի միլիոն մարդ է ապրում Բերձորում, քանի միլիոն մարդ է ապրում Ջրականում, քանի միլիոն մարդ է ապրում Վարանդայում, քանի միլիոն մարդ է ապրում Ստեփանակերտում, որ այսօրվա դրությամբ պետք է տեղը 4 հատ օդանավակայան կա։ Ու մի հատ է Սանասարում, քանի միլիոն մարդ է ապրում Սանասարում։ 5 օդանավակայան 2700 բնակչի համար մի քիչ շիռնի, չի։ Գերմանիայի ամենահարուստ փոքր քաղաքը Հերցոգնաուրախը, որը գտնվում է Մեծ Նյուրնբերգի մեջ, Հերցոգնաուրախը այստեղից 28 կիլոմետր է հեռու, Հերցոգնաուրախում ապրում է 18000 բնակիչ։ Ամենահարուստ քաղաքը ինչի է, որտեղ Puma-ի եւ Adidas-ի տերերը, երկու եղբայրները, ամեն մեկը 60 միլիարդ եվրո կարողությամբ ապրում են այդտեղ։ Չհաշված, որ իրենց ֆիրմաները այդտեղ է, բոլոր աշխատողները այդտեղից են։ Ունի մի հատ փոքր օդանավակայան, որից 5-ից 10 րոպե մեկ թռնում է մի հատ 4-ից 12 հոգանոց ինքնաթիռ, փոքր։ Ինչի Էդ ինչ կա Բերձորում, որ Բերձորից օդանավակայան, այդ ընդամենը 100 կիլոմետրի վրա 5 հատ օդանավակայան որտեղ եք տեսել։ Իսկ Գերմանիայի նման երկիրը, որ ունի 47 թռնող եւ 120 այս փոքր տարածքի վրա 10 անգամ Հայաստանից մեծ տարածքի վրա ունի, ոնց որ Հայաստանը ունենա 5 հատ, մոտավորապես հաշվեմ, 5 հատ միջազգային օդանավակայան եւ ավելի քան 38 հատ ռազմական օդանավակայան։ Պատկերացնում եք ինչ խիտ է։ Այդ Գերմանիան է, բա այս Արցախ այդ փուջուր 2000 քառակուսի կիլոմետր ընդհանուր վերցնենք այդ տարածքի վրա էլ 1000 ուղիղ գծով բռնես կարող 1000-ը չլինի 1000 քառակուսի կիլոմետրի վրա 5 հատ օդանավական էնել միջազգային ու գիտեք ով է միայն թռնում միջազգայինով ձեն հանեք ոչ Իսրայելը ոչ Թուրքիան միայն Ռուսաստանը բացեք նայեք ռուսական չվերթները միայն միջազգային օդանավակայանի մի հոգի լինի չլինի թռնում է մինչև բան ասենք ջրական թռնում է մինչև Վարանդա, թռնում է Սանասար, հիմա էլ բանը Բերձորը։ Հիմա հասկանում եք ով է ղեկավարը, հետո որ ասում են չի, միար Պուտին, միար Խերոս։ Էլ է Խերոս, Պուտինի Խերոսը ինչ ուզում եք արեք, տարեք ձեր Խերոսին կերեք, ի էփեք, ես իմ լացեք ոտների տակ, ինչ արեք։ Մեկը Պուտինին հայտարարել են սուրբ 2014 թվականի բանը
կանոնակարգով եկեղեցին, սուրբ, ու այդ եկեղեցին ոնց է ձեզ համարվում քույր եկեղեցի, ոնց է Գարեգին բեի աղբեր Եզրասը Կիրիլի հետ անում, Կիրիլը գնում է Ալիևին տալիս է կնգան տալիս է սուրբ շքանշան, բայց Գարեգին բն ձեն չի անում, ժողովուրդ ջան, հետո ասում են եկեղեցում բան, ախր եկեղեցու ղեկավարը ոչ թե հայ եկեղեցուն հավատքին է գտնում, եկեղեցու ղեկավարները նույնպես բացարձակ ջուդա բոլշևիկյան թուրքական շպիոններ են։ Դե մի բան ասեիր Գարեգին, մի բան ասեիր, ձենը չի հելնում, գնում Պուտինից մեդալ է ստանում սատանի նշանով, սատանի, 5 աստղը դա սատանի նշանով, շատ երեխեք բացեք տեսեք ինչա, գրեք 5 աստղ սատանի նշան, տեսեք 5 աստղն է, դու խփած այդ միշտ դոշիտ, Քրիստոսի խաչի կողքը, բանը թուրքերը ինչ ասես անում են ձեն չես անում, Արցախանում են ձեն չես անում, Կիրիլը գնում է նվերա տալիս Կիրիլը Ալիևի կնգան ձեն չես անում ու գալի ասում ես ինձ վիրավորել են հայը։ Ասենք մյուս հարցին, հարգելիներս։ Ուզում եմ ներկայացնել պատմական մասում մի հետաքրքիր հարց, սա Խոտենի ճակատամարտի մասին եմ ուզում ներկայացնել, որը տեղի ունեցել 1619-19 սկսել է 20 թվականին, պարբերաբար քանի որ եղանակային ժամանակ ցուրտ էր, Ռեչ Պոսպոլիտայի, այսինքն Լեհ Լիտվական կայսրության եւ Օսմանյան կայսրության մեջ։ Ինչի եմ ես ուզում ներկայացնել սա, ոչ թե ներկայացնեմ ուրիշի պատմությունը։ Ես միշտ հինը նորի հետ զուգահեռներ եմ անցկացնում։ Ուրեմն տեսեք։ Ոնց է սկսում այս պատերազմը։ Եվրոպայում 30-ամյա պատերազմ է։ Լեհաստանը չի խառնվում ոչ մի բան։ Եվ երբ որ պատերազմը սկսվում է, լեհերը փորձում են օգնել կաթոլիկներին, որոնք կարողանան ինչ որ հարց լուծել։ Սա Թուրքիան իր ձեռքն է վերցնում, պատճառ բռնելով, որ լեհերը խանգարում են կաթոլիկներին, պաշտպանում են կաթոլիկներին իդեմ ուղղափառներ, տեսեք, չէ՞, կրսական խաղեր են տալիս ուղղափառների եւ պատերազմ են հայտարարում Մոլդովայի համար, Մոլդովայի հոսպոդարի համար, իմիջիայլոց Մոլդովան լինում է Օսմանյան կայսրության կազմում։ Խատինը այսօրվա Չեռնավցիի մոտենա, պատկերացնեք, չէ՞ թուրքերով են հասե, կենտրոնական Եվրոպայից վերև, հաջորդ մինչև Կրակով այնտեղից վտարելով եկա։ Ուրեմն Խատինի ճակատամարտը որ սկսում է, լեհերը Սիգեզմունդ թագավորը կատարում է մի գործողություն, ինքը փորձում է պաշտպանել ընթացքում ոչ միայն կաթոլիկներին այդ պատերազմի ընթացքում, այլ նաև ուղղափառներին, որոնք կարողանան ազատվել թուրքական լծից։ Բայց այստեղ Օսմանյան կայսրը արդեն դարել է միջազգային խաղացող, խաղում է բողոքականների կողմից, որը դուրս չի գալիս կաթոլիկներին նաև։ Ու երբ որ կռիվը սկսվում է, Սիգեզմունդի բանակում լինում է 30-ից 35,000 մարդ։ Օսմանյան բանակում, որը հավաքել են լիքես, բաշիբոզուկներ, տարբեր ցեղեր, ալբանացի մուսուլմաններ ժամանակ ռումինացիներ, որոնք կրոնը փոխել էին փողի համար, բոսնիացիներ, թաթարներ, մի խոսքով ինչքան լնգուլավազ կար 120-ից 160,000 բերում է սահման։ Հասնում են Խոտինի մոտ, այսօր գտնվում է, ասում եմ, Ուկրաինայի տարածքում։ Խոտինի ճակատամարտում հզոր ճակատամարտ ալնում, որից թուրքական զորքը կորցնում է 160,000-ից, կորցնում է 40,000-ը մեռած, սկզբում պրեզիդենտ չի գալիս, հետո տարիներ անց պրեզիդենտ է գալիս։ Թուրքիայի սուլթան Օսման II-ն է լինում ղեկավարը։ Դրանից հետո սա այն կուլմինացիոն պայելն է, որ թուրքական սուլթանը արդեն չէր գնում պատերազմ, մինչև այդ թուրքի սուլթանները առաջնորդում են։ Հետո Թուրքիան դառավ վեզիրական պետություն, ասիկա սուլտանը մնում էր տունը, վեզիրները ամեն ինչը որոշում, հետո ավելի վատացավ եւ լուխը եւ կործանումը գնաց ոնց որ իրենք ազգայինով կամ ոնց որ Հայաստանում էին անում, չէ՞։ Թուրքական ղեկավարները իրենց եւ լուխը ավելի հարուստ էր, քան թե իրենք։ Սա էս նկատի ունեմ Հայաստանի երկրորդ իշխանության ժամանակ։ Ինչևէ, թողնենք այս հարցերը, գնանք առաջ։ Զուգահեռներով։ Ուրեմն թուրքերը որ պարտվում են, տեսեք ինչ ա լինում։ Օսման II-ը վեզիրի գլխակը վերցնում է, դնում է իր գլխին։ Իր փաթաթած սուլթանի չալմեն տալիս է սրան, ու ինքը փախնում է մենակով։ Փախնում է մենակով, ժողովուրդ, թողնելով զորքին եւ այլն։ Նմանություն չեք գտնում Նիկոլ Փաշինյանի մեջ։ Ամեն ինչի կգնա, մենակ ինքը փախնի, ուրիշները իր տեղը կռվեն, ջարդվեն, ժողովուրդը ջարդվի եւ այլն։ Մինչեւ այդ գոռում էր. «Ես պետք եղավ, կյանքս կզոհեմ, տղուս կղրգեմ», գերիների տեղը բարձվաբոչ կյանքը զոհեց, ոչ է տղուն ղրգեց։ Ժողովրդին սպանեց, շարունակում սպանել։ Հիմա Օսմանյան խասյատ կա մեջը բնավորություն իհարկե։
Եվ այս Օսմանը որ հասավ, Նիկոլ Փաշինյան, սա քեզ էլ է վերաբերվում։ Ուղիղ 1 տարի հետո Օսմանին սպանեցին Ենիչերիները այդ դավաճանության համար։ Եվ 1621 թվականի Խոտենի պայմանագրով Խոտինը անցավ Մոլդովային կիսանկախ արդեն վիճակում, որպես ինքնավարություն թեթև ստացավ։ Լեհերը հաղթանակ հայտարարեցին իրենց հաղթանակ, իսկ թուրքերը ասում են հաղթանակ, որովհետև կիսանկախ երկրի մեջ մտել է Խատինը։ Բայց իրականում սա ամենաուժեղ կուլմինացիոն կոտորածն էր թուրքերի, որից հետո թուրքերը ընդհանրապես Եվրոպայի տարածքում աշխատեցին մեծ պատերազմներ չվարել։ Սկսեցին փոքր-փոքր եւ սրանից հետո ետ դարձը սկսեց։ Սա նպաստեց, որ 1672 թվականի հաջորդ կռվի ժամանակ սկսեն ավելի շատ լեհերը կոտորել ու առաջ գալ, որին հետո մեջ մտան ռուսները, բնականաբար Ֆրանսիա-Անգլիան էլ Հաբսբուրգներին, արդեն Հաբսբուրգներն, այսինքն ավստրիական կայսրությունը, սկսեցին կոտորելով, հետո կռվել իրար մեջ Թուրքիայի պետությունը, ով շատ ձևի դրա համար։ Ահա այսքանն է ուզում ներկայացնել պատմական մասից, հարգելիներս, ինչի, որտեղ տեսեք, հա, իմիջիայլոց ասեմ, որ հանգարց մարդիկ չնեղանան, ասեմ, բա Զապորոժցի։ Պատերազմին միշտ մասնակցել են Զապորոժյան Սեչի զինվորները, կազակները։ Իսկական ազատ ուկրաինական ցեղը, ես մի բան եմ ուզում ասել, բոլորդ հիշեք, ես շատ եմ ներկայացրել։ Ուկրաինացիների մոտ 5 դարից է ընդունված է եղել, որ տղամարդիկ ականջող կախեն։ Այդ հետագայում այս ԼԳՏՊ-ն եկավ ամեն ինչ փչացրին, թե միայն Աչական Ժնայրյանը, վերցեցին բնության Աստծո տված ամենագեղեցիկ գույները Ծիածանը Սարգսին Էսմեյրն է։ Հասկանում եք, այնց են անում, որ դու գույնից ամեն ինչից վախենաս։ Սա հենց այնպես չի։ Ինչ էր նշանակում ականջին ականջող կրելը ձախ ականջին, բայց ասեմ ձեզ, սա ընդունված է եղել ուկրաինական կռիվներում, հատկապես կոզակների մոտ, ձախ ականջին ականջող են կրել այն տղաները, ովքեր տան միակ տղան են եղել։ Եվ որպեսզի տունը չզրկվի միակ կերակրողից, էլ որ հրամանատարը անընդհատ չհարցնի 10,000, 20,000 զինվորին, տունը աղբեր ունես, չէ։ Ձիով կամած քայլել է դեմներով, տեսել է ով ձախ ականջին ականջող ունի, նրան կանգնացրել են հետևի շարք, որ ուշ մահանա, որ սերունդ տա։ Իսկ ովքեր չեն կրել, ուրեմն եղբայր ունեն։ Նրանք կարան Աստված ջան, եթե մահանան են, ոչինչ այդպես։ Զապորոժյան կազակների շատ են օգտագործել պատերազմների մեջ, թե ռուսները, թե լեհերը, թե մնացածը։ Ինչի, որովհետև նույնիսկ եղել է թուրքերն են օգտագործել, որովհետև ռուսները սկսել են կոտորել, ասում հա ուկրաինացիք դեմ էին, բայց ինչ են արել ուկրաինացիք։ Ռուսները փորձեցին կոտորել վերացնել, դրա համար ստիպված գնացել են Օսմանների կողմը, ես չեմ արդարացնում։ Ես ոչ Օսմանին եմ սիրում, ոչ ուկրաինացին։ Ուղղակի ներկայացնում եմ իրական պատմությունը, որպեսզի չեզոք լինի, չլինի այնպես, թե հանգարցակի ինչ որ մեկը լավն է, մյուսը վատն է։ Կոզակները, Զապորոժյան Սեչի կոզակները հոյակապ խմբեր էին գործում։ Նրանք մանր խմբեր էին անում ու արագ մոբիլ, որոնք միշտ որոշում էին ճակատամարտը։ Նույն ժամանակ Ազովի ճակատամարտում, երբ որ հարցակվեցին թուրքերի վրա, թուրքերը պարտվեցին, թուրքերը ունեն հսկայական դագաղի պես նավեր, որոնց վրա 6-ից 12,000 իբր դեսանտ էին տանում, դագաղ, տաշտը սարքում էին, վրան լցնում էին։ Ոչ մեկ չէր կարողանում սկզբնական շրջան մեծ կրակելով հաղթել, որտեղ լավ բան ուներ, բրոնյա ուներ, այսինքն պաշտպանվածություն։ Կազակները մոտենում էին, ծակում էին դեպեդի նավերին։ Ծակում էին կամ փոքր հրանոթով մի բանով կպում էին, ծակում էին, կրակը գցում էին մեջը մոլոտովի նման, sense մոլոտովի մի հատ կոկտեյլ գցում էին մեջը վառում էին։ Այնպես որ կազակների դերը ցանկացած պատերազմում չարժի թերագնահատել։ Եվ հիշեցնեմ, սա էլ Արմյանսկի, որ ընդհանրապես հայ չի ապրում, ասեմ Ղրիմի հայերին, ինչու է կոչվել քաղաքը Արմյանսկ, Ղրիմի հայերը կիմանան մյուսներին։ Արմյանսկ կոչվել է ոչ թե նրա համար, որ այնտեղ հայեր են ապրել, իրականում Արմյանսկը ամենավատ եղանակն ունի։ Մի կողմից Սև ծովը, մյուս կողմից Ազովի ծովը, մեջտեղը մի քիչ ճաճուտներ եւ շատ մոծակ կա։ Արմյանսկ կոչվել է նրա համար, որը ժամանակին կոչվել Արմյանսկի բազար։ Իմաստը որն է եղել։ Հայերը եկել են պատերազմից առաջ թուրքերի դեմ, որ թուրքերին վատություն անեն, բերել են լիքը շատ գինիներ են ծախել կազակների վրա, հարբացրել են, իրանք փախել են, կազակները սկսել են ջարդել թուրքերին։ Դրա համար քաղաքը սկզբում կոչվել Արմյանսկի բազար, հետո արդեն Արմյանսկ։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը։ Մաղթում եմ ձեզ լավոր, հարգելիներս, հիշեք, այն հայը, ում մեջ կա Աստծո լույսը, նա իսկական հայ է, այսինքն հոգևոր է, նյութական չի։ Իսկ ով անցման նյութական միանգամից խամրում է Աստծո ձեռքը նրա գլխից դուրս է գալիս։ Ու հետագայում իր խնդիրների համար ինքը միայն պիտի մեղադրի իրեն։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքի եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում։ Հաջորդ տարին Վանում, Մուշում,
Արդինում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Անգորայում և Պորսում։ Ամեն։